Հայտարարության մասով ձեզ ասեմ, տեսեք։ Ուրեմն Միքայել Սրբազանի, երբ որ ինքը գալիս է դեպի քննչական կոմիտե, ճանապարհին լրագրողները հարց էին տվել, նաև որ ձեր տեխնացության հարցն է քննարկվում որպես վարչապետի տեխնացու եւ նման հարցեր էին հնչում։ Երբ որ մենք արդեն կան քննչական կոմիտե, արդեն համացանցում կար տեղեկություն, որ Էդմոն Մարիքյանը առաջարկել է վարչապետի տեխնացու Միքայել Սրբազանին եւ նաեւ որ խմբակցությունը, կարծեմ Հայաստան Դաշինք խմբակցությունը համաձայնվել է եւ այս տիպի քննարկումներ արդեն կար։ Մենք քննչական կոմիտեում կոնֆիդենցիալ զրույցի հնարավորություն ունենք մեր պաշտպանյալի հետ։ Դա բոլորը գիտեն։ Մենք 5 պաշտպաններով առանձին Միքայել Սրբազանի հետ առանձին քննարկել ենք մեր անելիքները։ Երբ որ մենք խոսում ենք դրա մասին, այդ մասին էլ խոսեցինք, որ այսպիսի հայտարարություններ կա Սրբազան։ Ու նաև եկեք մի կարևոր բան ֆիքսենք, Ժողովուրդ ջան։ Մեր խնդիրը առաջնահերթ Միքայել Սրբազանի շահերն են, ամենաառաջին, մեր շահերից էլ բարձր իր շահերն են։ Հիմա տեսեք, իրեն մեղադրում են, ասում են դուք ռազմական հեղաշրջման, այսինքն իշխանությունը զավթելու կոչերով եք հանդես եկել։ Սրբազանը ասում է, ես այդպիսի կոչեր չեմ արել, ինչ էլ ասել է դա քննադատություն է, դա հիմա դրա մասին մեր գործընկերները ավելի մանրամասն կասեն, եւ զուգահեռ process է գնում, որով ասում են ինքը վարչապետի տեխնացուն է մեր։ Հիմա պատկերացրեք պաշտպանական կողմից տեսակետից։ Կարծես ուզում են դիտավորել կապակցեն, որ հիմնավորեն այս կոչերի տրամաբանական կապը։ Ավելին ասեմ, երբ որ ձեր այդ հարցազրույցի ժամանակ հենց այդ օրը եկեղեցու բակում, երբ որ մեկը հարցեր դուք այսպեսի բան եք ասել, Սրբազանը նույնիսկ այդտեղ կորկած, այո, ասել եմ, լավ եմ արել, ելի եմ ասում, այդ հատվածը բերել են իրենք դատարան եւ փորձում են ապացուցել, որ ինքը կրկին նույն հանցագործությունը կատարել է որպես կալանքի միջնորդության հիմնավորում։ Այսինքն իրենք ամեն ինչ ֆիքսում են, որ մի բառ փոքեն եւ օգտագործեն Սրբազանի դեմ։ Դրա համար հենց այդտեղ Սրբազանի համաձայնությամբ, մեր 5 պաշտպանների ներկայությամբ այդ տեքստը կազմվեց եւ այդ տեքստը մենք որոշեցինք հրապարակել, երբ որ կավարտենք ու դուրս կգանք։ Դրա համար, երբ որ մենք իջանք արդեն ներքև, երբ որ ավարտվեց այդ քննչական գործողությունները, երբ որ իջանք, ես իջնելու ժամանակ հենց շենքում հրապարակել եմ եւ դուրս եմ եկել, սկսել եմ լրագրողների հետ խոսել։ Ուրեմն ամենակարևոր հարցը, որ պետք է անդրադառնանք, ընդհանրապես արկա է հանցագործություն այստեղ, փեսաշինձու մեղադրանքը, իհարկե ակնհայտ ապօրինի եւ ակնհայտ անհիմն մեղադրանքը, ընդհանրապես հանցագործության հետ կապ չունի։ Ընդ որում սա մեր դիրքորոշումը մենակ չի, սա դատախազության դիրքորոշումն է եղել, քննչական մարմնի դիրքորոշումն է եղել, միջև այն պահը, երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել Սրբազանին։ Ինչ եմ ասում միջև այդ պահը, որովհետև այդ ժամանակագրությունը շատ հստակ է։ Իրենք ինչ են ասում, դատախազությունը ասում է իբր թե 2025 թվականի հունիսի 21-ի այս հայտարարություններ եւս հանդիսացել է սրա համար հիմք, բայց ուրեմն հունիսի 4-ին իրենք այս process-ը արդեն սկսել են, դատախազությունը իր նախաձեռնությամբ այդ հրապարակումը ուղարկել է ոստիկանություն, ոստիկանությունը իբր թե հաղորդում է պատրաստել, ուղարկել քննչականը բարույթը նախաձեռնել է։ Երբ որ հետ են գնում թե հունիսի 4-ին ինչ հետաքրքրություն իր մեջ, տեսնում ենք, որ հունիսի 3-4 վարչապետը իր էջում ուղիղ թիրախավորում էր Միքայել Սրբազանին։ Այսինքն, եթե ընդհանրապես հոգեվարականության հետ էր կապված ամեն ինչը, այդ օրերին ուղիղ Միքայել Սրբազանի հետ էր կապված։ Եվ ինչպես գիտեք, մեր իրավապահները սենց արդեն իսկ վատ սովորություն ունեն, տեսնում են ինչա ցանկանում վարչապետի, իրենք միանգամից այդ բոլոր ցանկությունները փորձում են իրականություն դարձնել, եւ հենց այդ ամսի 4-ի հետ կապված այդ հրապարակումներից հետո միանգամից իրենք կարծեք թե տեսնում են մի տարի առաջ 24 թվականի հարցազրույցը Միքայել Սրբազանի եւ դա վերցնում են, փորձում են շրջանառել։ Սա իր հերթին, իսկ այն ինչ որ ասում են, որ ամսի 21-ի հաղորդում, հայտարարություն, հրապարակում, պետք է նշեմ, որ պաշտոնական իրենց պատասխանը մեծ, երբ որ մենք հարցրել ենք, թե նույն մեղադրանքի մեջ երկու տարբեր հրապարակում եք նշել։ Կասեք, թե երկուսը ինչ են, առանձին հանցագործություններ են, թե ինչ են, պաշտոնական պարզաբանումը եղել է հետևյալը, որ երկրորդ հրապարակումը դա առաջինի վերահաստատումն է, այսինքն դա ինքնին առանձին հանցագործություն չի։ Հետևաբար նույն տրամաբանությամբ այս երկու հրապարակումները կարող են լինել 23 թվականի պատերազմական ժամանակի հրապարակումների վերահաստատումը։ Կապը հատուկ բերեցի այդտեղ, որովհետև բոլորը գիտեք, որ հրապարակվել է համացանցում Դանիել Յոնիսյանի հարցում ու պատասխանը։ Տեսեք, այստեղ ամենակարևոր բանը որ կա, սա
հենց բերում է նրան, որ սա քաղաքական հետապնդում է եւ դատախազությունը իր դիրքորոշումը 360 աստիճանով փոխել է բացառապես վարչապետի հայտարարությունների եւ գուցե հանձնարարության արդյունքում։ Եթե այստեղ գրած է, որ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում բառերը շատ կարեւոր են, հա, որ ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կվերածվի Էրմենիստանի։ Ուրեմն իրենք այս հաղորդումը երբ որ ուսումնասիրել են, հենց նույն դատախազությունը գրել է, որ իրենք ուսումնասիրել են, վերահաստատում են, որ ձեր հաղորդման մեջ նկարագրված հանգամանքներով չի հաստատվում այնպիսի դեպք, գործողություն, անգործություն, որը որ ենթադրել հանցագործություն է։ Հիմա դատարանում մեղադրանքի կողմը քննիչը դատախազ ասում են, որ այս ամբողջ հարցազրույցի մեջ հիմնական խնդիրը դա հենց այն, որ ասում է ռազմական հեղաշրջում պետք է արվի, որ գեներալից հետո ուժային կառույցները պետք է անեն։ Հիմա հարց ենք տալիս, ասում ենք ընկերներ, 23 թվականին ռազմական հեղաշրջում, գեներալից այդ նույն բառերի վերաբերյալ հայտարարությունները դուք չեք դիտել հանցագործություն։ Ինչպես եղավ, որ հիմա հանցագործություն է։ Իրենք առաջին փուլում սկսեցին ասել, որ իրենք տեղյակ չեն սրա մասին։ Սա ամենաառաջի աբսուրդն էր, որ դատախազությունը իբր թե տեղյակ չէ, այնինչ նույն պաշտոնատար անձն է այս ամեն ինչի մեջ շրջանառվել գրագրություններով համապատասխան վարչության պետը, երբ որ 2023 թվականին հաստատվել է, որ հանցագործություն չկա եւ 2024 թվականին դիտարկել են, որ հանցագործություն կա։ Ինչ է այստեղ ամենակարևորը։ Կասենք, հիմա նա անդրադառնա մնացածին։ Ուրեմն քրեական դատավարության օրենսգիրքի սահմանադրությունը արգելում է կրկին անգամ դատվելը։ Իսկ կրկին անգամ դատվելը դա այն չի, որ դատավճիռ պետք է լինի, դա խոսքը գնում է նրա մասին, թե պետությունը նույն հանցագործության հետ կապված, նույն արարքի հետ կապված, նույն դրվագով գտնում է, որ անձի արարքում հանցագործություն չկա եւ քրեական հետապնդում չի արություն նրա նկատմամբ։ Ուրեմն քանի այդ որոշումը ուժի մեջ է, չի կարող պետությունը նույն հանգամանքներով անձի նկատմամբ նորից վարույթ հարուցի։ Հիմա իրենք դա արել են, այս խախտումը արել են, եւ սա դրա համար եմ ասում, ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում է։ Սա ուղիղ բացառում է եւ նույնիսկ կալանքն է բացառում։ Կալանքի հետ կապված դատարանը պարտադիր պետք է ուշադրություն դարձնել այս հանգամանքի արդյոք քրեական հետապնդումը բացառող հանգամանք կա թե չկա, իսկ սա ուղիղ բացառող է։ Եվ եթե կա, պետք է մերժել միջնորդություն։ Մի քիչ առաջ ընկնելով ասեմ, որ մեր այդ բառը դժվարանում եմ իր մասով ասել դատավոր, բայց դատավոր Մասիս Մելքոնյանը բացարձակապես չէր տիրապետում այս իրավական նորմերին, ինչի հետ կապված նրան բացառիկ ենք հայտնել անձեռնահասության հիմնավորմամբ, որովհետև երբ որ նրան ասում էինք, որ դու պարտավոր, ավելին ասեմ, միջնորդեցինք, ասացինք քննչական մարմնից եւ դատախազությունից պահանջի այդ համապատասխան արձանագրություն կլինի, փաստաթուղթ կլինի, որը որ հաստատվել է, որ քրեական հետապնդում չի հարուցվում, եւ հիմնավորում էինք, որ այստեղ կրկին անգամ դատվելու խնդիր կա եւ կալանքի իրավաչափության։ Դատավորի պարզաբանումը ցնցող էր, որը որ ուղղակի ասենց երևի պետք է իրենք իմանան ում հետ գործ ունեն, մի հատ նորից թեստավորում անցկացնեն, ասաց, որ այս փուլում ինքը ընդհանրապես չի կարող անդրադառնալ կրկին անգամ դատվելու սկզբունքին, որովհետև ինքը դատավճիռ չի կայացնում։ Իր պատկերացումը սա միայն դատավճիռով է, իհարկե պարզաբանեցինք երկար, փորձեցինք բացատրել, թե սա ինչ է, եւ երկրորդը, որ սա ընդհանրապես կապ չունի կալանքի հետ։ Այնինչ կալանքի քննարկման ժամանակ այս հարցը ամենաառանցքային նշանակություն ունի։ Հետևաբար, ինչպես նշեցի, ասացինք, որ դու անձեռնահաս ես եւ չես տիրապետում իրավական գիտելիքների կալանքի միջնորդությունը քննելու հետ կապված, բայց պարզ էր, որ ինքը մերժելու էր միջնորդությունը, որովհետեւ խնդիր ուներ րոպե առաջ այս հարցը հասցնել այն կետին, որտեղ որ ինքը գտնում է։ Հիմա տեսեք, հաջորդ հարցը։ Իրանք երբ որ խոսում են երկրորդ դրվագի մասին, եթե ինքնին առանձնացնենք 25 թվականի հունիսի 21-ի հարցազրույց, այդտեղ շատ պարզ ասում է, որ ես իշխանություն զավթելու կոչ չեմ արել։ Ես ասել եմ, որ պետք է այդ անձին մեկուսացվի, այսինքն ուժային կառույցները պետք է մեր երկիրը կոպիտ ասած փրկեն, ընդ որում իր հարցազրույցների ժամանակ ինքը անդադար շեշտադրումներ է անում, որ ինչ է նշանակում Արարատը տանք հանգիստ ապրենք, Արցախը տանք հանգիստ ապրենք, սա տանք հանգիստ ապրենք, եւ տանում է նրան, որ այստեղ դավաճանական քայլեր է տեսնում։ Հիմա բոլորիս համար եմ այս հարցը բարձրացնում։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե այս ամեն ինչի վերաբերյալ օրինակ մի մասը ունի մոտեցում, որ իշխանությունը դավաճանական քայլեր է անում, եւ արդար դրա մասին խոսում է ու ասում է, որ ուժային կառույցները այդ ոմացան պարտադիր պետք է արձագանքի։ Եվ եթե դավաճանություն է, ուրեմն պետք է անձը ձերբակալվի։ Հիմա եթե որևէ մեկը դրա մասին բարձրաձայն է, նշանակում է, որ դուք էլ եք կոչ անում, որ իշխանությունը զավթեն։ Այնինչ սա ազատ խոսք է, սա քննադատություն է, ինչի մասին Միքայել Սրբազանը նաև հայտնեց եւ հայտնել է միշտ, եւ իր խոսքում ասում է, որ պատերազմական ժամանակից դեռևս դրա մասին ասում է։
Հիմա եկեք նորից փորձեմ ավելի մատչելի ասեմ, որպեսզի մեր հանրությունը եւս հասկանա։ Տեսեք, եթե 2020 թվականից սկսած Միքայել Սրբազանը նույն բանի մասին խոսում է։ Եթե խոսեց 20 թվականին 21, 22, 23, 24, 25, հիմա պետք է հասկանալ, եթե դու 24-ն ու 25-ը դիտարկել եք կրկնություն, հարցածակում ինչի 24-ն ու 25-ն էլ 23-ի կրկնությունը չի, ինչի 23-ն էլ 22-ի կրկնությունը չի, որովհետև բոլորը նույն մտքերն են։ Հիմա այստեղ է հարցը, որ ոնց է ստացվում դատախազություն եւ քննչական մարմին, որ մի անգամ, քանի դեռ վարչապետը չէր թիրախավորել հոգեվորականներին, ձեր մոտ սա նորմալ է, որևէ հանցագործություն չկա։ Հենց թիրախավորեց մի անգամից վերածվեց հանցագործության։ Բայց սա էլ եթե մի կողմ թողնենք, տեսեք, պետությունը հանձինս դատախազության պաշտոնապես ասել է, որ այդ կոչերը, ինչ որ դու ասել ես, իր մեջ հանցագործության տարեր չի պարունակում։ Հիմա քաղաքացին դա իմանալով կարող է ազատ շարունակել նույն մոտեցումը, ասել, որ ես քանի որ որևէ հանցագործություն չի պարունակում, նույն ոգով շարունակի։ Եթե դու պետություն դա ասել ես, հակառակը անելու իրավունք չունես, բայց իրենք տեսնում ենք, որ կոնկրետ քաղաքական ենթատեքստ ունեցող իրավիճակ են ստեղծել եւ որոշել են անձին կալանավորել, ինչի մասին նրանք բոլորը քաջատեղյակ էին, որովհետեւ դատական նիստի ժամանակ մեր որևէ հարցի, որևէ իրավական պատասխան հնարավոր չի եղել լսել, բոլորը խուսափում էին, որ ինչ գրած է միջնորդության մեջ գրված է։ Այդ թվում դատախազերից, այդ թվում քննիչից, որովհետեւ Արգամ Դալաքյանն էր մասնակցող դատախազը։ Գիտեք խնդիրը ինչու՞մ է։ Երբ որ մենք մրցակցում ենք դատարանում, ուրեմն իրենք պարտավոր են իրավական հարցերին իրավական պատասխաններ տալ, բայց իրենք ասում են, որ մենք տեղյակ չենք։ Հիմա հարցը առաջանում, ասում ենք, իսկ հնարավոր է, որ դուք ծանոթանաք այդ առաջին քրեական վարույթ չնախաձեռնելու մասին այդ փաստաթղթին եւ նյութերին եւ այլ կարծիք հայտնեք։ Միանգամից ասում են, չէ, հնարավոր չի։ Հիմա հարցը ցակում ինչի։ Դատավորին ասում են, դու դատավոր ես։ Դու առաջին հերթին, եթե մենք չասենք, չպահանջես, այս փաստաթղթը տեսնես թե ինչ է, չի ուզում ծանոթանա։ Այստեղից է եւս մեկ անգամ հաստատվում է, որ որոշումը արդեն կայացված է եւ որևէ կերպ հնարավոր չէ լինելու դա այդ պահին բեկել։ Չնայած որ իրավական առումով մեր փաստարկները ամենաուժեղագույնն են, ամեն գործով չի, որ նման փաստարկներ մենք կարողանում ենք ունենալ, իսկ այստեղ այս փաստարկները ըստ էության արդեն։ Սա ընդհանուր առմամբ հիմնավոր կասկածի մասով, որը որ կուզենայի անդրադառնայի, ավելի խորը մենք հետագայում նաեւ դատանի որոշումը ծանոթանալուց հետո այդ հարցին կանդրադառնանք։ Ես պարոն Սարգսյան հիմնավոր կասկածի մասով լրացնեմ։ Հարգելի լրագրողներ, տեսեք, մի այսպիսի կարևոր բան կա, որը հաշվի չառավ ոչ քննիչը, ոչ դատարանը։ Ուրեմն 2008 թվականի հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը քննել է քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի սահմանադրականության հարցը։ Դա վերաբերում էր Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն եւ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերին։ Այսօրվա քրեական օրենսգրքի 422 հոդվածը ըստ էության նույն ձևակերպն է, համարյա նույն ձևակերպն է։ Եվ ինչ է ասել Սահմանադրական դատարանը այն ժամանակ, շատ հետաքրքիր է այստեղ, որովհետեւ եթե հիմա նայում ենք, կարծես թե ասում են իշխանությունը զավթելու կոչերը քրեորեն պատժել է։ Հիմա ինչ է ստացվում։ Եթե օրինակ մի հովիվ, հա, մի գյուղից նստի եւ ասի, պետք է իշխանությունը զավթել, հրապարակային ասի, օրինակ Facebook-ով մտնի on-line ասի։ Հիմա արդյոք այդ հովիվին պետք է դատապարտեն, ասեն դու այս հոդվածով արգելված արարքն ես կատարել։ Սահմանադրական դատանը տվել է հետևյալ չափանիշները։ Հիմա լսեք, ինչ է ասում Սահմանադրական դատան, ես մեջբերում եմ այս հատվածը։ Վերո շարադրալ մոտեցումները հաշվի առնելով, պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր հասկացությունները քրեական օրենսգրքի 301 հոդվածի սահմանադրաիրավական իմաստով պետք է հասկանալ օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության մարմինների պետաիշխանական գործառույթներին Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ սահմանված կարգի խախտմամբ, այստեղ խնդրում եմ ուշադիր, բռնությամբ կամ դրա գործադրման անմիջական եւ իրական սպառնալիքով տիրանալու համար գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով այլ անձանց մասնակից դարձնելու դիմում կամ հրավեր։ Եթե տեսնում եք, այստեղ խոսքը գնում է ուրեմն բռնությամբ կամ դրա սպառնալիքի անմիջական եւ իրական լինելը, այնուհետև պետք է լինի գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կոնկրետ հրավերը։ Հետո շարունակում է Սահմանադրական դատարանը, ասում է
Ուրեմն բռնության քննարկվող հանցակազմի իմաստով բռնության կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրավակներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները։ Ակնհայտ է, որ Միքայել Սրբազանի այդ խոսքը չէր կարող տեղավորվել Սահմանադրական դատարանի չափանիշներով մեկնաբանած այդ կոչի հետ։ Ավելին, տեսեք ինչ հետաքրքիր բան է եղել։ 2023 թվականի սեպտեմբերի 26-ին Միքայել Սրբազանը այսպիսի խոսքեր է արտաբերել, ընդ որում սա է հիմք հանդիսացել Դանիել Իոնիսյանին, որպեսզի հաղորդում ներկայացնի հենց իշխանություն զավթելու մասով քրեական գործ հարուցելու համար։ Հիմա տեսեք, ինչ է ասել։ 44-օրյա պատերազմի օրոք եմ ասել, այն ժամանակ, երբ որ այդ հիվանդը հարբած վիճակում հայտնում էր, թե որևիցե մեկը չկասկածի իր գերագույն գլխավոր հրամանատար լինելու կարողությանը, ես այդ ժամանակ եմ ասել ու ասել եմ, պետք է ռազմական հեղաշրջում։ Եվ դրանից հետո էլ եմ ասել, պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք գեներալիտետ, ովքեր կանխեցին այդ անհրաժեշտ քայլը պետականության եւ Արցախի փրկության համար։ Չարեցին եւ մեղքը իրենց վրա է։ Ավելին, մեղքն իրենց վրա է, քան թե այս հոգեկան հիվանդի։ Վերջի վերջո, այս մարդը հոգեկան հիվանդ է։ Ոչնչությունը, միջակություն է, պարզ է, որ արդեն առաջին օրերին, առաջին ամիսներին հայտնի էր, թե ուր է տանում երկիրը։ Բա գեներալիտետը դա չիմանա, բա դա չկանխի։ Այս տեքստից երևում է, որ Սրբազանը խոսել է 44-օրյա պատերազմի ժամանակ իր խոսքի մասին։ Այսինքն Սրբազանը պատմում է, որ պատերազմի ժամանակ այսպիսի բան եմ ասել։ Եվ այս հայտարարության վերաբերյալ դատախազությունը չի համարել, որ սա իշխանությունը զավթելուն ուղղված կոչ է։ Հիմա 2024 թվականի հայտարարությունը, 1 տարի առաջվա հայտարարությունը, որով արդեն իսկ իշխանությունը համարում է, որ սա հանցագործություն է, ես հիմա մեջ բերում եմ այդ հատվածը։ Ինչն է համարում։ Ուրեմն, իմ այս վերջի 6 տարվա, միայն 6 տարվա, այն ժամանակ 6 տարվա գործունեությունից պարզ չի, ես ինչ եմ ասում։ Քանի անգամ ասեցի բացեբաց, ռազմական հեղաշրջումա պետք, պատերազմի օրերին ասի, ու նախագահներին ասի, Քոչարյանին ու Սերժին։ Ասի լավ, դուք պարոն նախագահ Քոչարյան, 10 տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի, 2 տարի էլ վարչապետ։ Այդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, դուք ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունեք, ոչ բանակում, ոչ ոստիկանություն, ոչ ազգային անվտանգություն, որ գան ձեր կողքը կանեն եւ հեղաշրջում իրականացնեն, եթե իրենցով է։ Սերժ, դու ավելի 10 տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, այլ պաշտոն կա, որ չես տարել, հա, շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունես, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգություն, ոչ բանակում, որ հելել ես փողոց, պատիվ ունեմ, մատիվ ունեմ, ռեալ պոլիտիկ ինչի մասն էր խոսում, էդի ռեալ պոլիտիկն է, չէ, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ուր եք գնացել ընտրության, ուր եք մտել ընտրության, նշանակումա ձեր նպատակը փոխելը չի։ Բայց եզանից լավ ով պիտի իմանա, որ էսի ընտրությամբ չի փոխվի։ Տեսեք, այս հայտարարության հետ կապված է Սրբազանին վերագրվել իշխանություն զավթելու հրապարակային կոչ։ Սա հիշեցնում է մի հայտնի անեկդոտ, երբ որ մեկը զայրացած գնում, ասում որ ես գնում, ասում գնում եմ Վարդանից ծեծեմ, ասում ինչի, ասում 1 տարի առաջ ինձ գետաձի անվանել, ասում բայց մի տարի առաջ ասում ինչ ես հիմա գնում, ասում հենց որ գազանանոցից եմ գալիս։ Այսինքն մի տարի առաջ մարդ էսի կոչ է արել, ու 1 տարի որևէ մեկը ռեակցիա չի տվել, եւ հիմա հակաեկեղեցական այս շարժման ընթացքում հանկարծ հիշել են այս կոչի մասին, ավելին, եթե ես հատուկ մեջ բերեցի, որ ցույց տան, որ այստեղ էլ Սրբազանը նոր կոչ չի անում։ Ինքը պատմում է, այստեղ ասում է պատերազմի տարիներին։ Այսինքն նախքին հայտարարության մեջ ասում է 44 օրային, այստեղ ասում է պատերազմի օրերին։ Խոսքը գնում է Սրբազանի կողմից նախքին մի իրադարձության մասին պատմելուն։ Հետևաբար սա չի կարող համարվել կոչ։ Սա կոչ չի, սա մի բանի մասին պատմություն է։ Այնպես որ հիմնավոր կասկածի մասով սա էլ խնդրում եմ մի գիտություն ընդունեք։ Մենք ստիպված ենք փաստելու եւ դա ակնհայտ էր, որ Սրբազանի կալանավորումը իրավական գործընթաց չէր։ Պարզապես դատավարության իմիտացիա էր, ձևական առումով ապահովվեց։ Բովանդակությունը 0 եւ սրանք չափազանցված խոսքեր չեն, հիմա ինչ ավելի առարկայական կասեմ։ Առաջին հանգամանքը բոլոր փաստաբաններն փաստեն, որ նույնիսկ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով կալանավորման հիմքերը ոչ միշտ է բոլորը։ Մեկն են, երկուսն են հաստատված։ Ստեղ բոլորը կա։ Քրեական դատավարության օրենսգիրքը ինչ հնարավոր բան նախատեսում է, բոլորը գրված է։
Եվ ասել անհիմն են, դա նշանակում է ոչինչ չասել։ Տեղ-տեղ նույնիսկ անդրամաբանական են ու անիմաստ։ Հիմա ես ձեզ օրինակի վրա ցույց կտամ, դուք ինքներդ կհամոզվեք։ Տեսեք, կարճ որ ասեմ, կալանա, որ խափանմիջոցը ընդհանրապես ինչ են կիրառում, ինքը վարույթի անվտանգության ապահովման մասին է։ Այսինքն, որպեսզի վարույթը A կետից գնա B կետ, սահուն, առանց խոչընդոտների, առանց խանգարումների, առանց ապօրինի միջամտությունների այս կողմենքում, որպեսզի պետությունները հնարավորություն ունենա արագ պատշաճ բացահայտել հանցանքը եւ համապատասխան ընթացակարգերը գնան առաջ։ Հիմա մեր մոտ ինչ առանձնահատկություն ունենք։ Մեր ճակերտավոր ասած հանցանքը վաղուց բացահայտված է, տեսաձայնագրված է, իր բոլոր դետալներով, ամեն ինչով վաղուց տեղադրված է համացանցում, բոլոր լրատվական միջոցներում եւ այլն եւ այլն։ Այսինքն սա այն հանցանքն է, որը կառուցված է խոսքի բովանդակության վրա, որը չի պահանջում լրացուցիչ ինչ-որ ջանք, ապացույց, փաստ, որով պիտի ապացուցենք որևէ դետալ եւ այլն, որ puzzle-ը հավաքենք։ Այսինքն վաղուց այն ինչի համար վարույթ կա, այն ինչի համար տեղափոխանջոցը լինի, բացահայտված է։ Կա, ընդհանրապես անհրաժեշտ է այդ տեքստին տալ իրավական գնահատական։ Հիմա այստեղ հարց, այսինքն քննությունը բովանդակային առումով չդետալացնենք այն տեխնիկական ընթացակարգային բաները, բովանդակային առումով բացահայտված է, քննությունը կատարված է։ Հետևաբար քննությունն ապահովելու անհրաժեշտություն արդեն չկա, սա абսուրդ։ Սա մեկ, հիմա ավելի առարկայական է։ Հիմա մարդուն ասում են կալանավոր եք, որովհետև խոչընդոտի, որ մենք բացահայտենք այս հանցանքը, ավելին խոչընդոտելուց մեկն էլ վկաներ անձանց վրա ազդել եւ այլն եւ այլն։ Հիմա ձեզ եմ հարցնում, եկեք պարզ տրամբանական վարժություն անենք։ Համարենք ուզում եմ ազդեմ։ Գաք ինչ ցուցմունք տա, ասեք չի եղել այդպես բան։ Ասեք այդպես բաներ չի ասել Սրբազանը, այդ սախսութա, ինչ ասեք, էլի։ Հասկանում եք, որ իրոք տրամբանական չի։ Անիմաստ է նույնիսկ ազդել, ներազդել, բայց մենք այս հարցերը լուրջ դեմքով քննարկել ենք։ Ում վրա պիտի ազդենք չգիտենք, ինչպես պիտի ազդենք չգիտենք, ինչու պիտի ազդենք չգիտենք, բայց կալանավոր է ազդել։ Այս համար եմ ասում, որ նույնիսկ անիմաստ է։ Մեր արդարադատությունը այս առումով ցավոք, բայց ֆանտաստիկ նահանջ է գրանցել։ Մենք այս հարցերն իրոք քննարկել ենք, էմոցիա չէ։ Դրա համար եմ ասում, կամ թաքնվել բանը, հանցանք կատարել, հանցանք կանխել։ Տեսեք, այս հանցանքը իր առանձնահատկությամբ էլի խոսքի վրա կառուցված։ Լուրջ դեմքով կարծում եք, որ եթե մարդուն տարանք բան չի կարող խոսի։ Ասենք այդ նախադասությունը ընդից չի կարող արտաբերի։ Այսենց լուրջ դեմքով քննարկել ենք։ Սա է կալանքի հիմքը։ Հիմա սրանց ասենք անհիմն են։ Թե ասենք անիմաստ են, անտրամբանական։ Ապահովում ենք մի բան բացահայտելու համար, որը այս տարիքեսը առնվազն բացահայտված է, գնահատված է, դրած։ Հիմա որ առիթ ունենաք հարցրեք, ինչ քննություն եք անում, ինչ եք հայտնաբերում, բացահայտում, ապացուցում։ Ես կարճ կլինեմ մեծ հաշվով, ու ես հույս եմ հայտնում, որ սա չի մնալու իհարկե սենց, եւ այս հարցերին մենք կհասնենք դրան համապատասխան։ Հարգելի գործընկերներ, ինչպես արդարացիորեն նշվեց մեր գործընկերների կողմից, որ ոչ բոլոր դեպքերում է պրակտիկայում, որ կալանավորման հիմքերը ամբողջովին այսպես ներբեռնվում են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության մեջ ու ներկայացվում են դատարան։ Բայց մենք այս դեպքում ունեինք փաստորեն մի ամբողջ փունջ, որ Սրբազանը կարող է վարույթից թաքնվել, խոչընդոտել, նոր հանցանք կատարել, ազդել գործի ուրեմն մասնակիցների վրա եւ այլն։ Ես մասնավորապես կանդրադառնամ թաքնվելու հիմքին։ Ինչպես գիտեք, պարբերաբար Սրբազանը հայտնվում է, էկրաններին եւ մշտապես, այսպես ասած, ուշադրության կենտրոնում է։ Տվյալ օրերին, ինչպես պարոն Զորաբյանը նշեց, քահանաների ժողովն է եղել եւ Սրբազանը գտնվել է Մայր աթոռում։ Հետևաբար նրա թաքնվելու մասին որևէ միտք չէր կարող գոյություն ունենալ այն պահին, երբ որ արդեն ձերբակալման համար ուրեմն իրավապահ մարմինները եկել էին Մայր աթոռ։
Այստեղ ինչն է կարևոր, Սրբազանը իրականում մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի ներկայանա քննչական կոմիտե, որովհետև եւ հոգեվորականները եւ այնտեղ գտնվող քաղաքացիները շատ մեծ, ուրեմն այսպես պաթոսով, դիմադրություն էին ցույց տալիս, որ իրենց առաջնորդը, հոգեվոր առաջնորդը հանկարծ չհայտնվի ապօրինի մեղադրանքի առջև եւ կանգնի դատարանում որպես մեղադրյալ։ Հետևաբար կարող եմ հաստատել, որ Սրբազանը գրեթե այդ ֆիզիկական դիմադրությունը հաղթահարեց, մարդկանց խնդրեց ճանապարհ հարթել, որպեսզի ինքը իր ոտքով ներկայանա քննչական կոմիտե։ Հետևաբար դրանից հետո միջնորդություն տանել ու միջնորդության մեջ նշել, որ թաքնվելու հավանականություն կա, առնվազն անհասկանալի է, ներեցեք։ Եվ այստեղ մի կարևոր բան, որ դատավոր Մասիս Մելքոնյանի համար նույնիսկ պետք էլ չէր որևէ հիմք գրել միջնորդության մեջ, ինձ թվում է մեկ նախադասությունը բավարար էր, որ կալանավորել Միքայել Աչապահյանին եւ ուրեմն կալանավորումը որպես խափանման միջոց ընտրել։ Այդ մի նախադասությունը ինձ թվում է դատավոր Մասիս Մելքոնյանի համար բավարար կլիներ եւ ավելորդ այդպես հիմնավորումների անհրաժեշտություն ըստ էության կարիք չէր լինի։ Եվ հարգելի գործընկերներ, այս ուրեմն թոհուբոհի մեջ եւ մեզ համար ցավալի իրադարձությունների շրջանակում մի կարևոր բան այսպես դուրս մնաց, մեր ուշադրության կենտրոնից, ու հարաբերականորեն դուրս մնաց ավելի շուտ լուսաբանման տեսանկյունից, երբ որ իրավապահները չկարողացան Միքայել Սրբազանին ձերբակալել մայրաթոռից եւ գնացին, այդպես մեքենաները դուրս բերեցին, զորքը դուրս բերվեց մայրաթոռի տարածքից։ Հետո քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ արդարադատությանը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական բարույթ է նախաձեռնվել։ Այսինքն դրանից հետո, եթե իրավապահները վերադառնային, իսկ նրանք վերադառնալու էին, որտեղ այդ քրեական վարույթի նախաձեռնումն արդեն հաստատապես խոսում էր դրա մասին, եւ հանդիպեին մեր հոգեվորականների, այնտեղ գտնվող քաղաքացիների դիմադրությանը, լեգիտիմ հիմք էին ունենալու այնտեղ բոլոր դիմադրողներին ձերբակալելու համար։ Դա չի եղել Միքայել Սրբազանի դեմ ուղղված, որտեղ Միքայել Սրբազանը այնտեղ երկրորդ վարույթի։ Ինչպես։ Իհարկե, այնտեղ մասնակիցներին նաև տեղեկություններ կա, որ որոշ անձանց ձերբակալել են եւ հենց այդ վարույթի շրջանակներում քննություն է իրականացվելու ու ես կասկածություն եմ կոնկրետ, որ քրեական հետապնդում է հարուցվելու։ Եվ այստեղ Միքայել Սրբազանի դիրքորոշումը, որ ինքը գնա, ներկայանա եւ իրենից բացի ոչ մեկ չտուժի, այս պարագայում շատ մեծ կարևորություն ունի։ Սա Սրբազանի հստակ, իմաստուն եւ քաջ դիրքորոշումներ եւ կանխվեց այն հրեշավոր պլանը, որ կարող էինք մենք մայր աթոռում ականատես լինել շատ ավելի մեծ բռնությունների, տեղից էլ մենք արդեն միջազգային հանրության աչքի առջև այդքան էլ բարենպաստ վիճակում չենք։